Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր խաչքարներու մասին պիտի զրուցենք անկախ հետազոտող բարոն Հարություն Խաչատուրյանի հետ։ Բարև ձեզ, բարոն Խաչատուրյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։ Մենք ենք շնորհակալ, որ մեր հրավերը ընդունեցիք։ Կպատմեք ձեր մասին, ով է Հարություն Խաչատուրյանը եւ ինչ մասնագիտություն ունի։ Շատ լավ։ Ծնած եմ Մարսեի հարավային Ֆրանսիայի քաղաքում է, արդեն դերը գիտեն։ Անշուշտ։ Հորական կողմս այնտաբենգուկան, անցած են Սուրիա եւ Լիբանան, վերջինալ հայրս երկրորդ համաշխարհային պատերազմին վերջել եկած է Ֆրանսիա։ Իսկ մորական կողմը իրենք Սիվրիիսարցի են, Սիվրիիսար կգտնվի Անկարայի ու Իստանբուլի միջև։ Ու իրենք գալ կախտած են դեպի Հունաստան, ցեղասպանությունից ցունեն հետո Հունաստան եւ Հունաստանեն վերջը Մարսեյ։ Ես ծնած եմ Մարսեյ, ինչպես ասի, ուսումս մայրս ծնած եմ Մարսեյ իրականության մեջ։ Ուսումս ավարտելու համար ինժեներական ուսումս, այսինքն ճարտարագիտության եւ ավելի ճիշտ Գեղեցկատվական տեխնոլոգիայի Զրակավորում սորված եք, ուսանած եք։ Զրակավորում սորված եմ, այո, ու ավարտած եմ Փարիզ, այսինքն համալսարանը Փարիզ։ Եվ այնտեղ, երբ որ սկսա աշխատանքս, միաժամանակ, այսինքն ծուկայեր, այսպես սկսա հետևել Ինարկոյի Jean-Michel Thierry դասերուն։ Այսինքն Jean-Michel Thierry ֆրանսիացի բժիշկ եւ պատմաբան, կարելի ասել, որ ուսումնասիրած է ամբողջ կյանքի ընթացքին հայկական հուշարձանները Արևմտյան Հայաստանի եւ նաեւ Հայաստանի ավելի լայն ձևով գտասավանդեր Ինարկո համալսարանի մեջ Ինարկոն արևելյան լեզուներու եւ քաղաքակրթության ազգային ինստիտուտը, որ հայերեն գտասավանդել եւ պատմություն գրականություն։ Ուրեմն այնտեղ հանդիպեցա Jean-Michel Thierry-ին եւ սկսա հետևել իր դասընթացը։ Հիմա սա պատահականություն է թե ոչ, չգիտեմ։ Հիմա դերևս կբարձրապանեմ։ Եվ ինչն էր ձեզ ներշնչեց հետաքրքրվելու խաչքարներով եւ մուտք գործելու այս աշխարհը, այս ոլորտը։ Ուրեմն գիտեք, ես մեծած եմ Մարսեի, ինչպես ասեմ, Մարսեի տաղամասերեն մեկում մեջ, որ հայկական կյանքը այն ժամանակ չի մալ, բայց քիչ հիմա փոխված է, բայց այն ժամանակ, այսինքն 50-ական, 60-ական, 70-ական թվականներում կազմակերպված էր եկեղեցիին շուրջ, հայկական եկեղեցիին շուրջ։ Մեծ հայրս ու մեծ մայրս մասնակցած են եկեղեցիին կառուցումին եւ ես այնտեղ տբիլի։ Ինձի համար հայկական եկեղեցին իր շարականներով եւ իր ճարարաբերությունով սուրբ վայրն էր։ Եվ այդ մթնոլորտի մեջ մեծած եմ։ Եվ խորքին մեջ կսկամ ինչ որ Վահան Տեկեյան ասած է իր եկեղեցին հայկական անասյալության մեջ, եկեղեցին հայկական ծննդավայրն է օգուս։ Ուրեմն ճիշտ այդ բարերը կարելի է օգտագործել իմ բարակային իրականությամբ։ Եվ այսպիսով ուրեմն այդ հանդիպումը Jean-Michel Thierry-ին եւ հետաքրքրությունս դեպի խաչքարերը կամ հայկական ճարտարապետությունը եւ ժառանգությունը ընդհանրապես դերևս զուգադիպություն մեջ չի, այսպես ավելի փոխանցում ամբողջի։ Այո։ Ըստ ձեզ ինչ մշակութային եւ պատմական նշանակություն ունեն խաչքարները, անշուշտ հայկական ժառանգության համաձիրեն ներս։ Խաչքարերը շատ յուրահատուկ են իրականության մեջ եւ ինչ է այդ յուրահատկությունը, որ կարելի է ասել, որ խաչքարերը կմիացնեն բոլոր հայերը։ Եվ նույնիսկ ինչեւ հիմա, ժամանակին եւ նույնիսկ ինչեւ հիմա։
Զանաղան ժամանակաշրջաններու եւ տարածքներու վրա այդ միացուցած են հայերը եւ հայկական կյանքը իրականության մեջ գիտեք չկա արևմտյան կամ արևելյան խաչքարեր կամ արևմտյան Հայաստանի կամ արևմտյան Հայաստանի խաչքարեր չկա Սփյուռք Հայաստան խաչքարեր չկա արևմտահայերեն կամ արևելահայերեն խաչքարերու դիմակություններու մեջ ուրեմն խաչքարերու աշխարհի մեջ գոյություն ունին այդ բոլոր տարանջատումները որ գերեւին մեր կյանքի մեջ այսօր Սփյուռքի մեջ կամ Հայաստանի մեջ այս երկարավությունը գոյություն ունի խաչքարերում եւ մենք պետք է որ վերացնենք այս բաժանումները ստեղծված վերջին 1 տարու դասին խաչքարերը կներկայացնեն եւ կմարմնավորեն հայկական ինքնությունը եւ նույնիսկ կարելի է ասել ավելի ուժեղ ձևով քան թե եկեղեցիներ անոնք ամբողջություն մնեն համահայկական հիմքը ինչպես կարելի է ասել շարականները նույն դերևս նույնն է իրականություն մենք այդ ամբողջության մաս կգազմենք 9-րդ դարենի վեր առաջին խաչքարերը կարելի է թվականը կարելի է Սերբոժացիան թվակրված խաչքարերը 9-րդ դարենի սկսյալ են եւ այդ խաչքարերը պատրաստված են կանտակված են ժողովրդի համար իշխաններու համար հոգեվորականներու համար եւ սա կարեւոր է որ անոնք հայ հասարակության պատկերն են տարբեր դարերու հասարակություն խաչքարերու քանակը սպայական է եւ սա է կարեւոր երևույթն է ինչպես ծերակիրերը եւ այդ իսկապես առավելություն մնե ուսումնասիրողի համար այսինքն առավելություն մնե բայց նաեւ դժվարություն մնե դուքանք այդ հարցին դերևս ավելի ուշ կանդրադառնանք մանավանդ տեղեկատվական տեխնոլոգիաների առումով Մինչ այդ մինչև անդրադառնանք ձեր ասածին կան խաչքարներու հատուկ ոճեր այսպես քանդակելու տարբեր դպրոցներ եթե այո ավելին կպատմեք անոնց մասին իհարկե դպրոցներու մասին շատ կխոսվի եւ կարելի է տեսնել այսպես զարդաքանդակներու մոդիկությունը մեկ խաչքարի մյուսը կամ մեկ տարաշրջանեն մյուս տարաշրջանը այսինքն բայց կա նաև շատ եզակի խաչքարեր հաճախ կսենք որ խաչքարերը բոլորն են եզակի են այսինքն գրտնողություն չկա բայց սխալ է գրտնողություններ կան նույնիսկ պատճեններ կան կարելի է ասել բայց շատ եզակի խաչքարեր կան վերադառնալով դպրոցներու մասին մեկ հատ դպրոց կա որ վստահ այսինքն կարելի անվանել դպրոց ինչ ուղայի խաչքարերու դպրոց ափսոս որ այսինքն այլևս այդ խաչքարերը գոյություն չունին ինչպես որ գիտեք բնակչության անհետացան ադրբեջանիներու կողմէ այսինքն կանդեցին ուրեմն այդ դպրոցը վերջապես կարելի է անվանել դպրոց որովհետև իսկապես կարճ ժամանակաշրջանի մեջ նույն համասեր այսպես քանդակներ կան թեմաներ կան այդ խաչքարերու վրա կային այսինքն եւ մանավանդ քանդակագործի որակը աշխատանքային որակն էլ շատ հիանալի որակ ունեին այդ խաչքարերը եւ այդ բոլորը մեզի ցույց տան որ իսկապես այդ 200 տարվա ընթացքին կարելի է ասել 17-րդ 16-17-րդ դարերու ընթացքին 16 կերտվեցավ շատ յուրահատուկ խաչքարեր եւ շատ մեծ քանակով եւ ոչ միայն ինչ ուղա այլ շրջակայք ուրեմն սա
իսկապես դպրոց կարելի է անվանել։ Բայց մնացյալ բարականերուն կկարծեմ, որ դեռ բավարար տվյալներ չունենք։ Եվ սա մեր նպատակն է։ Մեր նպատակը կխոսի նաև մեր ծրագրի մասին, այդ տվյալ հավաքելն է իրականությամբ, որպեսզի կարողանանք հետո ապագային դպրոցները գտնել եւ ավելի հստակ ձևով սահմանել որն է դպրոց եւ որը դպրոց չէ։ Այսինքն ավելի ուսումնասիրության կգարոդի այսնույթը, դվյալներու կգարոդի, որպեսզի կարենակ ուսումնասիրել եւ զադորոշել տարբեր դպրոցներ եթե կան կամ ոչ։ Այո։ Օրինակ իրականության մեջ խաչքարերու տարբեր կողմերը տեսանկյուններով օրկով վերլուծված չեն, Օրինակ մտամ, եթե նային կորկագործությունը, կորքերը, կորկագործության արվեստին, կորքի հյուրատկությունները մեկը կամ հատկությունները մեջը իր կապերն է, չէ, եւ մանավանդ կապերու կամ հանգույցներու խտությունը կարագուսի սանտիմետրի մեջ քանյակ կապ հյուսած է այդ կորկագործ։ Եվ ըստ այդ կապերուն կարելի է արդեն բաժանել կորքերը դպրոցներու կամ շրջաններու եւ այլն։ Միայն հատկությունը չէ, բարձր է, բայց սա կարևոր հատկանիշները մեկն է։ Խաչքարերու բարակային կարելի է նույն մոտեցումը ունենալ նաև եւ մինչեւ հիմա ուսումնասիրված չէ։ Այսինքն խաչքարերը հյուսվածքներ ունին, չէ, քանդակները հյուսված են այսպես։ Եվ թելեր կարելի է թելի նման այսպես հյուսածո թելի նման կարելի է հետևել այդ դարտականդակներին։ Ուրեմն թելերու հաստությունը օրինակ կամ մեկ կարագուսի սանտիմետրի մեջ կանյա թել է անցնում, կանյա թել են հյուսված, մինչև հիմա լուրջ ուսումնասիրություն չկա այսօր մասին։ Եվ սա կարևոր հատկանիշները մեկն է։ Ավելի մանրամասնության ուշադրություն դարձնել եւ ոչ միայն որպես մեկ ամբողջություն ուսումնասիրել, այլ կենտրոնանալ մանրամասնություններու վրա։ Օրինակ հաճախ տեսեն, որ մոմիկ ճարտարապետը եւ քանդակագործը, որ բացարիք քանդակագործեր, արվեստագետեր, որ քանդակած է մի քանի խաչքարեր, որ գտնվեին հիմա տարբեր տեղեր զրկված են, բայց գտնվեին Վայոց սորի մեջ, այնքան նուրբ քանդակած է, որ կարծես թե գոտորի վրա այսպես ասեղնագործություն է իրականության մեջ, այսինքն դարբերելու համար իր գործը ասեղնագործ վիզի նման գործը ուրիշ խաչքարեր են, եւ սա ինչպեսի հատկանիշ մնե, որ մինչև հիմա շնորհքով ուսումնասիրված չէ, ասենք գիտական ձևով ուսումնասիրված չէ, ասենք բարձրապես ասեղնագործություն, այո, բայց ասեղնագործությունը ինչ կբարոնագի իր մեջ, ինչ տեխնիկներ կամ ինչ մեթոդներ, ինչ գործիքներ, այդ ամենը լավ գլա, որ ուսումնասիրվի։ Գրնակ մեզի ավելի մանրամասնություններ տալ խաչքարներու հետ կապված ձեր դաշտային աշխատանքի մասին։ Լավ բնույթը ինչ գործ կտանեիք կամ աշխարհագրական տարածքը։ Ուրեմն մեր ծրագիրը, որ արդեն 20 տարվա ծրագիր է եւ ավելի խոր ձևով 5 տարի է ևեր, նշանակենք, նպատակը ինչ է։ Նպատակը բարձ ձևով, եթե ուզեմ բացատրել, հետեւյալն է։ Խաչքարերու հավաքածու ստեղծել, նույն ժամանակ զարդաքանդակներու հավաքածու ստեղծել եւ այնպես նկարագրել խաչքարերը, որպեսզի կարողանա որևէ մեկը կարողանա գտնել իր ուզածը։ Այսինքն թե քանդակի վերաբերյալ, թե արձանագրություններու վերաբերյալ, թվականի հետ կապված բարձ է, չափերու հետ կապված տեղայնությունը եւ այդ բոլորը մեր համար շատ կարեւոր են այդ հավաքածուի աշխատանքի մեջ։
Իհարկե Հայաստանի մեջ եւ նույնիսկ Արցախի մեջ այս վերջին տարիներուն երբ որ անկապ էր ստեղծեցին, ասեն պետությունը ստեղծեց ցուցակ, բոլոր ասեն ժառանգության հետ կապված ցուցակը, որ կգտնենք տարբեր արարկաներ, ինչպես եկեղեցիներ, խաչքարեր, վերջեր եւ այլն, տաբանակարեր եւ այլն, կոտորներ եւ այլն։ Մենք աշխատենք, այսինքն տարի է վեր աշխատենք պետության հետ, այսինքն թե համասարանի հետ, մարտահրավերական ամբիոնի ուսանողներու հետ, եւ թե երկու ժառանգության հետ կապված ինստիտուտներու հետ։ 5 տարի է վեր, ուրեմն գործակցենք այս մարմիններու հետ, մեր հավաքածուն եւ իրենց իրականության մեջ եւ իրենց հավաքածուն ցերկի դակ ունենալով կկարողանանք գործենք ավելի մանրամասնորեն նկարագրել եւ որբեսի այդ հավաքածուն որ կա ավելի լրիվ լա եւ ավելի ճշգրիտ։ Ուրեմն փոքր խումբեր կկազմենք 4-5 հոգինով խումբեր եւ այցելեցինք, իրականության մեջ այցելեցինք, մինչև նպատակը այցելել ներդաշնակ մարզեր գյուղեր եւ մինչև հիմա այցելեցինք Կոտայքի մարզի համարյա պետե բոլոր գյուղերը 90%-ը, ասենք 95%-ը, Արմավիրի, Արաքածոտնի եւ Վայոց Ձորի մարզեր։ Եվ հավաքացենք մոտավորապես 8,000-9,000 խաչքար։ Հավաքացենք դրանով լուսանկարացենք եւ նույնակաց ցուցացենք այդ խաչքարերը։ Վավերագրած եք։ Սա դաշտային աշխատանքն է, հետո կա ավելի տեխնիկական աշխատանք, թվային, այսինքն թվային համակարգ ստեղծելը եւ թվային ձևով նկարագրելը, ձևայնացումը, նաեւ formal մոդելացումը, այդ ամենը ավելի գրասենյակային գործ, բայց բավական երկար գործ է նաեւ, որովհետեւ միայն լուսանկարները բավարար չեն։ Անշուշտ։ Լուսանկարելու գործի մեջ կամ շապակրության գործի մեջ կա նաեւ մաքրության աշխատանք, այսինքն մաքրման աշխատանքը, խաչքարերը հաճախ խաչքարերու վրա մամուր կգտնվի, մենք մամուրը փորձենք մաքրել, որովհետեւ մամուրին տակը կա մաքրություն, մամուրին տակը կա կանտակներ, դաշտանախշեր եւ այդ է կարեւոր, միայն խաչքարի լուսանկարը չէ կարեւոր, այդ մանրամասնություններն են կարևորը վերագանքնելն ալ իր տեղով, անշուշտ։ Խաչքարները կան հնագույն ժամանակներ են, իսկ ձեր մասնակցությունները, ինչպես ասեք, ծրագրավորող, ես տեղյակ եմ, որ դուք ծրագիրներու կառավարող եղած եք, project manager, ճիշտ եմ։ Ասոնք շատ արտիական մասնակցություններ են, ինչպես կարելի եղավ միացնել ասոնք հնագույնը եւ նորագույնին հետ։ Եվ որոնք են առավելությունները ասոր, կամ արժեքները։ Կարող եմ ասեմ կարելի է ասել, որ իմ հետաքրքրությունը սա ինչ որ հետաքրքրի ինձ տեղեկատվություն, եւ խաչքարը իր մեջ կպարունակի այդ տեղեկատվությունը, այսինքն տարբեր տեղեկությունները կպարունակի, ինչպես ծևը, ինչպես հարսանեկությունը, ինչպես կանտակը, ինչպես ուրեմն այդ ամենը այդ տեսանկյունով ուսումնասիրենք եւ ոչ թե հնագիտական կամ արվեստի պատմության գծով ուսումնասիրենք։ Կարելի է տեսնել թե ինչ գործիքներ կարելի օգտագործել, տեղեկատվական գործիքներ, որպեսզի վերլուծենք խաչքարերու արվեստ։ Մեր համար այս է կարևոր, այսինքն տեղեկություն, որպեսզի կարողանանք ճշգրիտ պատկեր ունենալ խաչքարերու
արվեստի շուրջ կամ խաչքարերման բաղադրես խաչքարեր։ Ինչպես էսի այսօր մոտավորապես 8000 խաչքար հավաքագրած են, նույնականացրել են։ Ուրեմն կարելի է նաև սերտ անգլերեն մի հատ բառ օգտագործեն հաճախ քանակական ուսումնասիրությունները, կա որակական ուսումնասիրություն, կա քանակական ուսումնասիրություն։ Քանակական ուսումնասիրությունը, այսինքն դերակատվական տեխնոլոգիաների մեջ։ Քանակական ուսումնասիրությունը այդ ուսումնասիրություններն են, որոնք հիմնվին քանակի վրա։ Օրինակ, այսօր ունենք ինչպես 8000 խաչքար, դեռ 10000, 20000 խաչքար, սա վերջապես մեծ քանակ է։ Եվ այդ քանակական վերլուծումները օգտագործեն վիճակագրական տվյալներ կամ մեթոդներ ուսումնասիրելու համար։ Եվ սա մեր նպատակը այդ ուղղությամբ աշխատելն է, այսինքն քանակական եւ ոչ միայն որակական մոդելությունները։ Մեր համար ուրեմն կփորձենք թե երբ որ կհավաքենք այդ խաչքարերը եւ թե կհավաքենք ճակերտավորը, կնկարենք եւ կմաքրենք եւ այլն, կփորձենք եւ երբ որ կնկարագրենք, կփորձենք ամենաջշգիտ ձևով նկարագրել խաչքարը, ցևերու դասակարգում կա, չափերու դասակարգում կա, արտահայտություններու մեջ, նաև կապկրերու մեջ դասակարգում կա, այդ ամենը կփորձենք տեղեկատվական համակարգի մեջ տեղադրել եւ հատուկ տեղեկատվական համակարգ, որը նվիրված է ժառանգության, անգլերեն կսեն heritage management system, որովհետեւ կարողանանք ոչ միայն այդ խաչքարերը նկարագրել, բայց նաև իրենց պատմությունը հետևի, որովհետև խաչքարը դերևս գիտեք, որ երբեմն այսինքն շարժական առարգա մնա, եկեղեցին պես չէ, եկեղեցին տեղը կմնա, խաչքարը կարելի է տեղափոխել, այսինքն, եւ այդ տեղափոխությունը, այդ փոփոխությունները ժառանգության կառավարման մեջ շատ կարևոր է հետևել այդ փոփոխություններու, այդ տեղափոխություններու, որովհետեւ այդ ամեն մի խաչքարի պատմությունը կարողանանք գերտել, հստակ ձևով։ Ուրեմն թե այդ ժառանգության կառավարումը կա եւ կա նաեւ նկարագրությունը։ Հատորամար ենք օգտագործենք տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգ։ Եվ այդտեղ է որ դերևս ոչ ավանդական ձևով մոտենանք խաչքարերու ուսումնասիրության։ Մենք կծրտինք, որ այդ ցուցակությունեն կամ թվային տարբերակեն անցնել եւ կարողանալ պատասխանել օրինակ այս հետեւյալ հարցումներուն։ Ինչպես կարելի է նկարագրել խաչքարում։ Կրնանք ամբողջական ցանկ մկազմել բոլոր զարդանախշերու, ինչ գործիքներ եւ օգտագործեցին միջնադարյան հայ հանդարտագործները։ Ինչ գիտելիքներ ունեին անոն երկրաչափական աստվածաբանության մասին։ Վերջապես շատ հաճախ երկրաչափական կոնտակտներ կան, չէ՞։ Ուրեմն ինչ գիտելիքներ ունեին։ Կրնանք մեր հավաքած տվյալներու հիման վրա ավելի մոդեռն ճանչնալ այդ խաչքարագործերուն։ Ուրեմն այդ է նպատակը, այդ ամենը թափանցելը։ Եվ նաև դա ուրիշ նպատակ, ինչ տեսակ չափորոշիչ ստանդարտ կարելի է web-ի հետ կապված, web-ի ինտերնետի հետ կապված, ինչ չափորոշիչ օգտագործել, նոր լեզուներ օգտագործել, նկարագրելու համար այս առարկան, որբեսի ապակային, եթե ուզենք փոխանցել կամ տարածել այդ տեղեկությունները, շատ ճյուրին ձևով կարողանանք տարածել, որովհետև այսօր web-ի աշխարհի մեջ
տարբեր լեզուներ կան, տարբեր չափորոշիչներ կան, նկարագրական եւ այլն, որ ժառանգության հետ կապված է։ Այսինքն նույնիսկ եթե կայքեջ պատրաստենք, կայքեջը միայն պատկերակիրքը չէ, այսինքն կայքեջը գրնալալ պատկերակիրքի ինտերնետի տարբերակը, պարզապես լուսանկարներ այսպես։ Սա մեզի համար, այսինքն չի հետաքրքրի մեզի, պարզապես ցուցակներ եւ լուսանկարներու ցանկը։ Քիչ առաջ անդրադարձակ դխուր նույնը ավելի ընդլայնենք քիչը նոր ճյուղայի խաչքարներու ոչնչացումը։ Մենք ընդհանուր առմամբ եթե թույլ գուտակ քիչը պատմեք արդյոք այս երևույթը բարձրապես հուշարձաններու գորուստ է կամ ինչ հետևանքներ ունի եւ ինչ կարելի է անել այսօր այս երևույթին առաջ կառնելու։ Ֆիզիկական գործանումը ահրելի երևույթ մն իրականության մեջ եւ 100 տարի է վեր, նույնիսկ 150 տարի է վեր այդ գործանումը տեղի ունի թե Թուրքիայի մեջ, թե Ադրբեջանի մեջ, նոր բան չէ իրական։ Հայ ժողովրդի պատմության մաս կկազմի եւ ժառանգությունը ու ժողովրդի ճակատագիրը դիտել միայն պետք է որ նույն տեսանկյունեն պետք է դիտել։ Ռաֆայել Լեմկինը անպայման ծանոթ եք, շատ լավ ըմբռնած էր երևույթ եւ 1947-ին ինքը սահմանել էր ցեղասպանության բարը սահմանել էր, բայց հստակ օրեր երկու երևույթ կդարբերեր։ Մեկը բարբարոսությունը, որը ուղղված է դեպի մարդու եւ վանդալությունը, որը ուղղված է դեպի մշակույթի դեմ։ Եվ դժբախտաբար, այսինքն եւ Լեմկինը նկատած էր այդ երկու երևույթներու փոխկապվածությունը։ Մեկը միշտ չէր անչադած չէր իրականության մեջ նկարագրած էր, բայց ասած էր որ երկու միասին պետք է ուսումնասիրել եւ դատապարտել իրական։ Դժբախտաբար 1947-ին Միացյալ Աշխարհի կողմից միայն առաջինը, այսինքն բարբարոսությունը ուղղված մարդոց դեմ ընդունեցան եւ մինչեւ հիմա դատապարտված է իհարկե։ Հազիվ 2007-ին տևակերպվեցավ այդ վանդալությունը իրականության։ Բայց դա ուրեմն իրավաբանական կետնի վրա է։ Գա ուրիշ խնդիրը եւս կա, որ ուտեմ պետք է բայկարի։ Տեղեկատվության ժողովուրդը շատ լուրջ երևույթ մնե։ Իհարկե նոր մասամ կարելի ասել, որ նոր երևույթ մնե, քանի որ ինտերնետ համացանց նոր երևույթ մնե։ Նոր անվադած միշտ ֆիզիկական գործանություն։ Եվ տեղեկատվական ժողովուրդը պետք է որ շատ հատուկ ձևով, շատ լուրջ ձևով պետք է մոտենանք այս հարցին, որովհետև այդ տեղեկատվական ժողովուրդը ոչ միայն Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմէ կգիրառվի, այլ նաև գոյություն ունի միջազգային կազմակերպություններու մեջ։ Օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերցնենք։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այսօր երբ որ կմտնեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքէջի մեջ եւ արխիվը գնայի, կուզեք փնտրել ինչ ճյուղա եւ այլն, ոչ մեկ տեղեկություն չկա։ Քանդման մասին տեղեկություն չկա։ Եվ նույնիսկ շատ զարմանալի չէ, բայց վերջապես պետք է պայքարենք ասորտեն։ Որովհետև երբ որ համեմատենք ինչ որ կատարվեցավ ինչ ճյուղայի մեջ եւ ինչ որ կատարվեցավ Տոմբուկտուի մեջ
համարաններու հետ կապված, կամ Աֆղանստանի մեջ բուդաներու հետ կապված, տալիբանները ոչնչացրին բուդաները, այսօր մասին, կամ Պալմիրը եւ այն Սուրիո մեջ, Իրաքի մեջ եւ այն, այս ամեն ինչի մասին ՅՈՒՆԵՍԿՕ գրած է հոդվածներ ունի, ուսումնասիրություններ ունի, դատապարտած է եւ այն եւ այն։ Իսկ ինչ ուղայի մասին ոչինչ։ Սա վերջապես շատ կարևոր երևույթ է։ Եվ ինչ կարելի է անել այստեղ։ Ինչ կարելի է կարելի է դատապարտել, կարելի է դերևս դատական այդեր ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեմ, ցանկացնել, որովհետև բացի մասնակիցները, որ պիտի գիտնան, որ նոր ջուգին ջուղայի մեջ հազարավոր խաչքարեր փնտրվեցան 20-ական թվականներում, նույնիսկ առաջ, ուրիշները չպիտի իմանան, տեղեկությունը չպիտի ունենան։ Ուրեմն վերջապես ինչ կկատարվի պատմության ոչնչացում, ոչ միայն խաչքարերու, այլ նույնիսկ տեղեկատվության ոչնչացում։ Արդեն այստեղ ուզեի հարցնել ճիշտ պատմության հետ կապված, դուք մեկ է ավելի քիչ հեղինակած եք, անցնենք այսինքն մեր վերջին հարցումին, մեկ է ավելի քիչ հեղինակած եք խաչքարներու մասին, մեզի կպատմեք անոնց մասին եւ ձեր ապակայի ծրագիրներու, լա քիրքերու հետ կապված կամ դաշտային աշխատանքի։ Մինչև հիմա 3 հատ հրատարակած եմ եւ ընդհանրապես քանի որ խումբով կաշխատենք միշտ քրտերը այսպես մի քանի հեղինակներու քիրքեր են։ Առաջին քիրքը, որ հրատարակեցի 2014 թվականին ֆրանսերենով, կոչվի խաչքարերի l'art des խաչքար, այսինքն les pierres arméniennes d'Ispahan et de Jérusalem, այսինքն հայերենով գլա խաչքարերու արվեստը, հայկական խաչքարերը Իսպահանի եւ Երուսաղեմի խաչքարերը։ Ուրեմն 2000 Իսպահանի եւ ուրեմն նոր ջուղայի եւ Երուսաղեմի խաչքար։ 2014-ին հրատարակվեցավ Գյոթներ Ֆրանսիա։ Հետո 2019-ին հայերեն դարբերակը հրատարակվեցավ Երևան։ Ճիշտ նույնը էջատումը, ամեն ինչ նույնն է, միայն լեզուն դարձավ։ Դա առաջին քիրքն էր, նվիրված ուրեմն այդ խաչքարերուն, որոնք չեն գտնվի, չեն Հայաստանի մեջ կամ Թուրքիա մեջ, այլ Իսպահան եւ Երուսաղեմ։ Սա ցույց տալու համար, որ մեր ժառանգությունը իրականում սահման չունի։ Եվ ամենտեղ մեր հետքերը կան եւ պետք է որ ծանոթացնենք, որովհետեւ հայերը շատ քիչ հայեր կան, որ գիտեն, որ օրինակ Երուսաղեմի մեջ խաչքար է եւ ինչ տեսակ խաչքար է, կամ Իսպահանի մեջ խաչքար է։ Երբ որ ջուղայի մասին է խոսքը, միշտ հիշեն հին ջուղան, բայց նոր ջուղան է։ Սա ուրեմն տարածելու համար եւ նաեւ փորձարկելու մեր մոդեցումը տեղեկատվական տեխնոլոգիաներու շուրջ, որովհետեւ այդ գիրքը ստեղծելու համար նախ տվյալներու շտեմարանցակ պատրաստեցինք եւ այդ տվյալներու շտեմարանի վերլուծումներու շնորհիվ կարողացանք ներկայացնել խաչքարերը այդ գրքի միջոցով։ Երկրորդ գիրքը նվիրված էր սա էլ խմբային աշխատանք է, նվիրված էր հայկական հոգևոր ժառանգության, մասնավորապես վանքերու եւ եկեղեցիներու, որոնք գտնվեին Թուրքիայի մեջ։ Սա շատ կարևոր նյութ է։ Դարբեր քիրքեր կան հրատարակված այս նյութի շուրջ։ Մենք փորձեցինք օգտագործել Պատրիարքարանի, Որսո Պատրիարքարանի ցուցակը, որ 1912-ին պատրաստած էին եւ ուղարկած էր Օսմանյան կառավարությանը, ինչպես հույները, ինչպես հոյաները եւ այլն։ Ուրեմն այդ ցանկը վերցուցինք եւ փորձեցինք հասկանալ ուր էին եկեղեցիները եւ ինչ վիճակի մեջ էին։ Բայց ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ տեղեկատվական մակարդակով։
Եթե այսօր եւ ուսումնասիրեցինք այդ տեղեկատվական մակարդակը մանավանդ Թուրքիո մշակույթի նախարարության կայքեջը, որ նկարագրված է Թուրքիայի մեջ եղած բոլոր ժառանգությունը։ Այդտեղ հայկական ժառանգությունը բացակայ։ Այդ բոլոր եկեղեցիները, որ մենք աջախ այսպես դիրքեր կրադարագենք կամ հոդվածներ կգրենք այդ մասին, այսօր այդ կայքեջի մեջը, այսինքն այդ համակարգի մեջը թվային ձևով գոյություն չունի։ Ոչ խաչքար կա, ոչ այսինքն մի քանի, ասենք թե դերևս մի 30-ը, ազիվ 30-ը եկեղեցի նկարագրված են անալ սխալ դվյալներ։ Ուրեմն ոչնչացումը թե ֆիզիկական է, թե տեղեկատվական։ Երրորդ գիրքը նվիրված էր, նոր լույս տեսավ, բրիլ անգլերենով լույս տեսավ, խմբագիրները Իգոր Դոկման, Լազարև եւ ես ենք, ու հոդվածներու հավաքածոմն է, բրիլ հրատարակիչը բրիլն է, ներողություն, բրիլը հոլանդական, նեդերլանդական հրատարակչական տուն է, Պատլուտ, ուր եւ նպատակը այդ գրքի նպատակը նկարագրել այդ կեղծարարությունը ադրբեջանցիներու եւ կործանումը, քանդումը, կեղծարարություն ամեն տեսակ մակարդակի Ադրբեջանի Նախիջևանի եւ ոչ միայն Արցախի, այլ ընդհանրապես Նախիջևանի եւ Արցախի տարածքներու Դա երրորդ գիրքն է։ Այսինքն իրական դա մեջ ճագերտ մկանամ, որովհետեւ շատ լուրջ պայքար մկա մենք շատ լուրջ ձևով պետք է պայքարենք մեր ժառանգություն պահպանելու համար եւ տարածել։ Ինչպես գիտեք, ոչ միայն Թուրքիա, Ադրբեջան, բայց նաեւ Վրաստան կանտած է։ Եվ հիմա ինչ կկատարվի Երուսաղեմի մեջ նույն ժառանգության մեջ ժառանգության դեմ պայքար կա եւ Վենետիկի մեջ նույն ձևով մխիթարյաններու այդ գազին եւ բանկը վնասված է եւ նույնիսկ Փարիզի մեջ մխիթարյաններու վարժարանը վնասված է եւ ինչ իմացանք ինչ եղավ անցած շաբաթ Վատիկանի մեջ ադրբեջանցիները դասախոսություն կազմակերպեցին այդ կեղծարարություններու ուրեմն իսկապես մեր ժառանգությունը ամեն օրեք վտանգված է եւ շատ լուրջ ձևով պետք է որ այսպես համահայկական ձևով պետք է մոտենանք այս հարցին եւ միջոցները պետք է ստեղծենք որպեսզի բրգենք Չանք տարվի այս ուղղությամբ։ Ինչպես Չանք տարվի այս ուղղությամբ։ Այո, չանք տարվի այս ուղղությամբ։ Մեր ապակա գործերը ինչ են շարունակել այս աշխարհերու նույնականացումը Հայաստանի մեջ այս տարի հույսով այս համար պիտի երթանք Սյունիքի աշխարհերու պիտի հավաքենք, այս լուսանկարենք ու մենակացնենք նաև Թուրքիայի մեջ սկսած ենք հավաքել մոտ 350 աշխարհեր պիտի շարունակենք այդպես եւ քիրքեն առաջ պետք է որ այդ տեղեկատվական համակարգը իմի բերենք, այսինքն ավարտենք, որպեսզի այդ բոլոր տվյալները մուտքագրենք այդ համակարգի մեջ, որպեսզի կարողանանք հետո օգտագործել կամ տարբեր անձեր կարողանան օգտագործել։ Հաջողություն կմաղթենք ձեր ապակայի գործերուն եւ շատ շնորհակալություն այս զրույցին համար։ Ապակային նման զրույցներ ունենալու հույսով։ Շնորհակալություն ձեզ ինքնպես։ Հաջողություն։ Ցտեսություն։